Այսօր իմ ապօրինի կանոնավորման 356-րդ տունն է, 10 օր հետո կլրանա արդեն 1 տարի։ Եվ ես փակ եմ ռեզուլտայի մասում, այս սկանչելի օրեր ինձ պարգևելու համար։ Սկանչելի օրեր, բացառությամբ առաջին Ադյանի դատարանի իմ ինտելեկտի խոշտանման մեր սիրելի տալախազերի կողմից։ Մնացած բոլոր օրերը սկանչելի օրեր են։ Մտքի, հոգու հանդարտության, Բաքրատ Սրբազանի հետ եղբայրական զրույցների, Արշակ Սրբազանի հետ եղբայրական զրույցների, վերջին 4 ամսում առանձնության սկանչելի հնարավորության շնորհակալ եմ մեր դատարանին, պատվարժան, որ արգելեց 4 ամիս որևիցե շփում, բացառությամբ 4 հոգու, եւ ես մեծ ակույն հաճույքով կենտրոնացա իմ հոգևոր, մտավոր, այլ ինչու չէ, ֆիզիկական բարօրության։ Եվ ես ուզում եմ իմ սիրելի ժողովրդին ասում, որ իրապես սա ձևական չեմ ասում, ոչ էլ Բաքրատ Սրբազանի ձևական եմ ասում, մենք իրապես սկանչելի օրեր ենք ասում։ Իմ կյանքի լավագույն օրերն են։ Լավագույն օրերն են։ Եվ ոչ մի մտահոգություն չունես։ Ոչ մի մտահոգություն չունես։ Հոդդ քեզանից խլված է, դու իրավունք չունես հոդով զբաղվելու, իրավունք չունես որևիցե մի հարցով զբաղվելու, միայն մտածի աղոթելու, հոգևոր խաղաղության, անցերսանության, քո անցած կյանքը վերլուծելու, վերածելու վրա։ Ընդհանրապես դրա համար փառք եմ ձայնում, ասում, այս սկանչելի հնարավորության համար։ Բայց դա չի նշանակում, որ շնորհակալություն պիտի հայտնենք նրանց, ովքեր այդ բանը իրենց նպատակների համար օգտագործելով ստեղծեցին։ Շնորհակալություն իրենք չեն հայտնել։ Եվ ասել են, որ իրենք պիտի պատասխան տան, եթե ոչ օրենքի առաջ, ապա Աստծո առաջ անպայման։ Եվ խստակ նույնիսկ։ Որովհետև 1 տարի է, ես անազատության մեջ եմ, լրիվ, ապօրինի և անկիման։ Ես ոչ մի մեղ չեմ գործել, համաձայն չեմ մեղադրանքի ոչ մի կետի, մերժում են բոլոր մեղադրանքները, ինձ մեղադրյալ, մեղավոր չեմ ճանաչում և չեմ ճանաչում, և պատրաստ չեմ ճանաչում։ Անմեղ եղել եմ Հայաստանի Հանրապետության առջև, մնում եմ անմեղ Հայաստանի Հանրապետության առջև։ Իմ ամբողջ կյանքը եղել է նվիրում Հայաստանի Հանրապետությանը, և ինձ համար պարզապես վիրավորական է, որ ես դատվում եմ հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես դա ասել եմ, որ ինչպես անցած անգամ ասացի, ես ոչ թե սա ինձ համար անձնական ողբերգություն է, հակառակը անձնական շահեր։ Ոչ թե անձնական ողբերգություն է, այլ զատերժալ ապիտ, ամոթ եմ զգում Հայաստանի Հանրապետության համար, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում բոլոր եպիսկոպոսների վրա քրեական հետապնդումներ են, քրեական գործերի հարցված։ Բացի մեկից, այդ մեկի անունը չեմ տալիս, թե չեմ նրա վրա էլ գրած։ Բոլոր եպիսկոպոսները մինչև 2025 թվականը օրինապար քաղաքացիներին ներառյալ Գաղափար Հայրապետը եւ հանկարծ 2025 թվականին կոլեկտիվ խելագարության մեջ մտան եւ սկսեցին օրենքը խանգարել, օրենքը խախտել։ Ինչպես կարելի է այսպիսի երկրի Հայաստանի Հանրապետության համար չամաչել։ Եվ ինչպես կարելի է, որ գերագույն ստախոսին ենթարկող տարբեր ստախոսներ, տեսեք, այստեղ ասեցին բոլորը։ Ես ինչ-որ մարդու չեմ մեղադրում։ Գլխավոր դատախազը ստախոս է։ Քննչական կոմիտեի ղեկավարը ստախոս է։ Խնդրում եմ առանց պիտակունի։ Չեմ պիտակում, մենք սիցուտ ենք խոսացել։ Արտարադատության նախարարը ստախոս է։ Նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանը ստախոս է։ Այդ ստախոսության համար պատասխանատվություն հասնում է, թե չի հասնում։ Եթե ես անարդար կերպով 1 տարի անազատության մեջ եմ, եւ դեռ հնարավոր է, որ 1 կամ 1.5 տարի անազատության մեջ լինեմ, դրա համար պատասխանատվություն լինելու է, թե ոչ։ Գալու է ժամանակը։ Ուրեմն դրա համար ավարտելով
ես ասի, որ սկանչելի օրեր եմ անցկացրել, հուսով եմ, նույնիսկ հուսով եմ, որ ապագային էլ ես որոշ շրջան կանցկացնել, ներողություն եմ խնդրում իմ հարազատներից, բարեկամներից, իմ ժողովրդից, բոլոր նրանցից, ովքեր շատ ծանր են տարել իմ վանդալությունը։ Շատ շնորհակալ եմ իրենց, վեհապար Հայրապետի ցուցած մինչև ամենապարզ քաղաքացին, որոնք ծանր են տարել իմ վանդալությունը։ Այո, ծանր պիտի տանել նաև իշխանությունը եւ իշխանության հատվածի որոշ մարդիկ։ Ոչ թե պիտի քմծիծարեին, ոչ թե պիտի ուրախանային, ոչ թե պիտի վայրահաճեին, այդ իրենք էլ ցավալին, որ վերջին վերջերով arczepiskopos վանդալում է։ Այստեղ մի բան է, մի երազի լավերս։ Մի ընդհանրեն ես մեղավոր եմ, իրակ երկարեք գործել եմ ես հանցանք։ Մի ընդհանրեն, իրակ ոչ եմ արել։ Բայց ոչ մի հետևանք չի թողել այդ ոչը, չկա ոչ ուժով, չկա ոչ վգա, չի հարցակնում է ոչ մի վգա, չի եղել ոչ մի ուժ։ Եվ ես ունեմ տարիների վաստակ։ Եվ քանի որ հոդվածներ ենթադրում է եւ տալիս է հնարավորություն ավելի մեղմ պատժամիջոցի։ Արդյոք հնարավոր չի ավելի մեղմ պատժամիջոց իրարի իմ նկատմամբ։ Առավել իբրև խափանման միջոց։ Իբրև խափանման միջոց։ Եթե նույնիսկ 2 տարի պիտի դատապարտվի, 2.5 պիտի դատապարտվի, 5 տարի պիտի դատապարտվի, ես ասել եմ պատրաստ եմ ծման վանդալության։ Բայց իբրև խափանման միջոց։ Արդյոք հնարավոր չէ, երբ որ չկա ոչ վգա, ոչ տուժով, եւ ամբողջ ապացուցման ինչ-որ բաներ գործը ամբողջ պարզ է, հայտնի ոչ մի բան չեմ կարող փոխել։ Եվ արածի մեջ։ Ինչ իմաստներ այս խափանման միջոցը մեկ տարվա կիրառել իմ նկատմամբ։ Սա միթե անօրինականություն չի, սա միթե ապօրինություն չի։ Եվ նրա համար ավարտելով խոսքս, շնորհակալություն հայտնել նաև իմ սիրելի պաշտպաններին, որոնք արձարծակ և հացարիկ պրոֆեսիոնալիզմով պաշտպանեցին և ներկայացրեցին բոլոր ապօրինությունները, հնարավոր ապօրինությունները և անհնարին ապօրինությունները, որոնք կիրառվել են իմ նկատմամբ։ Որը շնորհակալություն իրենց, բայց ավարտում եմ իմ խոսքը ասելով, որ բացարձակապես վատ չեմ զգում իմ վանդալությունից, վանդալության ցանկացած ձևաչափից, որը համարում եմ բացարձակ ապօրինի և անօրինական, հետևաբար ես որևիցե ինչպես խնդրանք չեմ ներկայացրել առաջին ադյանի դատարանին, այնպես էլ խնդրանք չեմ ներկայացնում ձեզ պատվարժան, Հերաքլիպի դատարան, պարզապես ասում եմ, որ դատեք ըստ ճշմարտության և վճիռ կայացրեք ըստ ճշմարտության, այս կամարը